Խելացի գրագիրը, կորյական հեքիաթ։ Այս բանը շատ ու շատ վաղուց է եղել։ Խամխին քաղաքն այն ժամանակ դեռ գյուղ էր։ Այ թե որքան վաղուց է եղել սա։ Խամխին գյուղում ապրում էր մի հարուստ մարդ, անունը Լիդիա Զուն։ Նրա հարևանն էր աղքատ Ցոյ Չանսուն։ Ցոյ Չանսուն ուներ մի շատ գեղեցիկ կին, անունը Ինօկ։ Ով էլ Ցոյ Չանսուին կնոջը տեսնում էր, մոռանում էր, որ նա աղքատ մարդ է։ Ինօկի մոտ մարդը դարդը մոռանում էր, ձախորդությունն էր մոռանում, հանդիպողի դեմքին երջանկության ժպիտ էր փայլում։ Ամեն մարդ մտածում էր, թե քանի որ կա այդպիսի գեղեցկուհի, որն ասես ծաղիկ լինի, ուրեմն այնքան էլ վատ բան չի աշխարհում ապրելը։ Ցոյը երջանիկ էր ու հպարտ, նրա կինը ամենագեղեցիկ ու ամենաբարի կինն էր։ Մի միտք, սակայն, հարուստ Լիդիա Զունին հանգիստ չէր տալիս։ Նա շարունակ մտածում էր, թե ինչպես անի, որ Ցաո Չանսուի կնոջը տիրանա, և հնարը գտավ։ Իր աղքատ հարևանին առաջարկեց առևտրով զբաղվել։ Սկսեց Ցոյին համոզել, որ իր հետ միասին քաղաքներ ու գյուղեր շրջեն և առևտուր անեն։ Բայց չէ որ ես փող չունեմ, ասաց Ցոյը։ Այդ ոչինչ, ես փող շատ ունեմ։ Եվ հարուստին հաջողվեց համոզել Ցոյին։ Գնացին։ Անցավ մի տարի, նրանցից ոչ մի տեղեկություն։ Օտար աշխարհում հարուստ Լիդիա Զուն մորթեց աղքատ Ցոյին։ Այո, հետո մի նամակ գրեց իր կնոջը։ Փողը պակասեց, Ցոյին տուն եմ ուղարկել փողը բերելու, բայց նա երևի իր կնոջով է ընկել և ուշանում է։ Շուտ փողը տուր նրան և ուղարկիր, թե չէ մեծ վնաս կանենք։ Անցավ 3 տարի։ Հարուստ Լիդիա Զունը հարբած վերադարձավ իրենց գյուղը։ Հենց ճանապարհից ուղիղ գնաց Ցոյի տուն ու դռան մոտից կանչեց. «Էյ, Ինօկ, Ցոյը տանն է»։ Իսկ Ցոյը մի աղջիկ ուներ։ Սա դուռը բաց արեց։ Հարուստ հարևանին տեսավ ու մորը ձայն տվեց. «Լիդիա Զունն է եկել, արի, շուտ արի, երևի հայրիկն էլ է վերադարձել»։ Ու հենց ինքն էլ հարուստին հարցրեց. «Իմ հայրիկն էլ է եկել»։ Լիդիա Զունն ասեց. «Միթե նա այստեղ չի եկել։ Ես նրան վաղուց եմ ուղարկել փողի։ Երևի նա փողը թաքցրել է։ Ահա, նա գող է, այ, նա հաստատ ինձ կողոպտել է։ Ինօկ, ես քեզ էլ, քո աղջկան էլ կստիպեմ այդ փողի դիմաց ինձ համար աշխատել»։ Ցոյի կինը խելացի կին էր։ Իսկույն գլխի ընկավ, որ հարուստ Լիդիա Զունը իր մարդուն սպանել է և ուզում է խարդախությամբ իրենց տերը դառնալ։ Բայց ինչպես ապացուցեր ճշմարտությունը։ Այ դա չգիտեր։ Ամբողջ գիշեր աչք չփակեց։ Շարունակ մի միտք էր անում։ Վերջը Ինօկը որոշեց Լիդիա Զունին դատարան տալ և պաշտպանություն խնդրել։ Գյուղում դատավոր կար, բայց սա չտեսնված ծույլ մարդ էր։ Այս դատավորը մի սովորություն ուներ. միայն մի խոսք էր ասում, իսկ նրա գրագիրը պարտավոր էր գլխի ընկնել և լրիվ գրել դատավորի վճիռը։ Իսկ եթե չէր կարողանում այդպես գրել, որ դատավորին գոհացնի, գրագիրին պատժում էին ու վռնդում դուրս։ Ինօկի խնդրագիրը ստանալով դատավորն ասաց. «Դռան մոտ»։ Բայց նրա գրագիրը գլխի չընկավ, թե ինչ էր ուզում ասել, և չկարողացավ լրացնել դատավճիռը։ Նրան պատժեցին, գտան մի ուրիշ գրագիր, հետո երրորդը գտան, ոչ մեկը դատավորին գոհացնել չկարողացավ, և այլևս ոչ ոք չէր ուզում դատավորի գրագիրը դառնա։ Ինօկը և իր աղջիկը պետք է դառնային հարուստի ստրկուհիները։ Այդ գյուղում ապրում էր մի ազնիվ ու գրագետ աղքատ մարդ։ Սա խղճաց Ինօկին ու նրա աղջկան։ Գնաց դատավորի մոտ ու ասաց. «Ես համաձայն եմ քո գրագիրը լինել»։ Մի թուղթ վերցրեց, մի քիչ մտածեց ու համարձակ գրեց։ Դռան մոտ կանգնելով Լիդիա Զունը ձայն տվեց Ինօկին։ Նա առաջուց իմացել է, որ մարդը տունը չի։ Եթե այդ բանը չիմանար, մարդուն, այսինքն Ցոյին, հենց Ցոյին ձայն կտար։ Եվ հարուստի գլուխը կտրեցին։ Աղքատ գրագրի գրած այս իմաստուն դատավճիռը լույս սփռեց ճշմարտության վրա։ Այսպես այդ հեռավոր ժամանակներում աղքատ Ինօկի օգտին
արդար վճիռ հաստատվեց։